Ողջույն։ Փակ TV-ի տաղավարում վերհուշի նախագծում այսօր ներկայացնելու ենք հայ մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին։ Մեր մեջ շնորհակալությունն ենք հայտնում հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանին, ում շնորհիվ շարունակվում են կյանքի կոչվել Փակ TV-ի մշակութային հաղորդումները։ Միրզոյանը ծնվել է Թբիլիսիում, կրթություն ստացել Երևանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում։ Երիտասարդ տարիքից աչքի էր ընկնում որպես սուր լսողությամբ եւ ազգային ոճը զգացող կոմպոզիտոր։ 1940-ից 50-ականներին նրա ստեղծագործությունները արդեն մեծ ճանաչում էին ստանում։ Միրզոյանի սիմֆոնիան գնահատվեց որպես ժամանակակից հայ երաժշտության կարևոր ձեռքբերումներից մեկը։ Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը Հայաստանի երաժշտական մշակույթի ամենախոշոր դեմքերից է։ Նա համարվում է հայ խորհրդային դասական երաժշտության գլխավոր ներկայացուցիչներից մեկը։ Միրզոյանը ժառանգություն է թողել սիմֆոնիա, քառյակներ, կամերային ստեղծագործություններ, երգեր ու խմբերգեր, որոնք ազգային երաժշտության մեջ առանձնանում են բարձր գեղագիտական արժեքով։ Նրա ստեղծագործությունները կատարվել են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում, ներկայացնելով հայ երաժշտությունը միջազգային բեմերում։ Էդվարդ Միրզոյանը երկար տարիներ դասավանդել է մեծ ազդեցություն թողնելով հայ կոմպոզիտորական դպրոցի ձևավորման վրա։ Մեծապես նպաստել է երիտասարդ կոմպոզիտորների, երաժիշտների եւ մշակութային գործիչների առաջխաղացմանը։ Մանկուց ինձ մոտ կազմակերպչական տաղանդն է առաջ եկել։ Ես սիրում էի առաջնորդ զգալ։ Բաքում երեխաներին էի հավաքում, փիլիսոփայական զրույցներ անցկացնում նրանց հետ, գրեթե դասախոսություններ կարդում նրանց համար, հիշում էր կոմպոզիտորը։ Ռեկորդային երկար ղեկավարեց Հայաստանի կոմպոզիտորների միությունը, դառնալով հայ երաժշտական կյանքի կենտրոնական դեմքերից։ Որպես կոմպոզիտորների միության նախագահ նա երազում էր, որ այդ կառույցը ոչ թե պարզապես վարչական օղակ լինի, այլ իսկական տաղանդների տուն, որտեղ կծնվեն նոր անուններ։ Դիլիջան մուտք գործելիս ճանապարհային նշանները սկսում են ցույց տալ տարբեր առողջարաններ եւ հյուրանոցներ, սակայն անմիջապես աչքի է ընկնում մեկ հատուկ մեծ կապույտ ցուցանակ Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տուն մակագրությամբ։ Այն տանում է դեպի խորհրդային միության ժամանակների ամենահայտնի մշակութային կենտրոններից մեկը։ Միրզոյանի ջանքերով է, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը դարձավ մշակույթի միջազգային կենտրոն։ Այս պաշտամունքային վայրը, որտեղ ժամանակին եղել են Արնո Բաբաջանյանը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մարսել Մարսոն, այսօր էլ պահպանում է իր յուրահատուկ մթնոլորտը։ Այս հանգստավայրում եղել են երաժիշտներ, կոմպոզիտորներ, գրողներ եւ նկարիչներ ամբողջ աշխարհից, այդ թվում Արամ Խաչատրյան, Բենջամին Բրիտեն, Քրիշտոֆ Մեյեր, Գիա Կանչելի, Ֆելիքս Գլոնտին, Մստիսլավ Ռոստրոպովիչ, Գալինա Վիշնևսկայա, Ռոդիոն Շչեդրին, Աննա Զեգերս եւ Հանս Ուիլիխ Բուխոլց։ Այս համալիրում ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծագործական աշխատանքի արդյունավետ գործընթացի համար։ Խորհրդային կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը 4 անգամ եղել է Դիլիջանում։ Իր այցելությունների ժամանակ նա ստեղծել է իր հայտնի թիվ 9 լարային քառյակը, ինչպես նաև խորհրդային Համլետ ֆիլմի երաժշտությունը։ Հիշատակենք մի զավեշտալի դեմ կոմպոզիտորների ստեղծագործական տնից։ 1969 թվականին սրտի կաթվածից հետո բժիշկները Շոստակովիչին խորհուրդ չէին տալիս գնալ Դիլիջան, բայց նա այնուամենայնիվ եկավ։ Ես պառկած էի քոթեջում ոտքի կոտրվածքով եւ Շոստակովիչը այցելեց ինձ։ Նա, ինչպես եւ Միրզոյանը, պառկած էր ոտքի կոտրվածքով։ Մեզ միշտ սովորեցրել են առաջ նայել։ Պարզվում է, որ պետք է նայել ոտքերի տակ, հիշում էր Միրզոյանը։ Էդվարդ Միրզոյանի երաժշտական ուղին լի էր մեծ հաջողություններով ու ձեռքբերումներով, երբեմն ուղեկցվում էր բարդություններով, որ պայմանավորված էր թե ստեղծված քաղաքական մշակութային իրավիճակով, թե հստակ սկզբունքայնությամբ։ Որպես խորհրդային ժամանակների արվեստագետ նա ստիպված էր դիմակայել գաղափարական սահմանափակումներին։ Ստեղծագործելիս նա պետք է համապատասխաներ սոցիալիստական ռեալիզմի պահանջներին։ Միրզոյանը չափազանց անկեղծ էր, նա միշտ ասում էր այն, ինչ մտածում էր, ինչն էլ երբեմն նրան բարդությունների առաջ էր կանգնեցնում։ Նա հաճախ ստիպված էր գտնել համադրելու ու կոմպրոմիսի ձևը, պահպանելու իր ազգային ու ստեղծագործական ինքնությունը։ Էդվարդ Միրզոյանը երկար տարիներ պետք է համատեղեր ստեղծագործական աշխատանքն ու կոմպոզիտորների միության ղեկավարի ծանր պատասխանատվության դերը։ Նաև պետք է արվեստագետներին պաշտպաներ իշխանությունների ճնշումներից եւ որոշ դեպքերում ճնշումների տակ որոշումներ կայացներ։ Ժամանակակիցները նշում են, որ նրա համար ամենաբարդն ու ընդգծվածը կեղծիքի հետ հաշտ չլինելն էր։ Միրզոյանը սկզբունքային մարդ էր, ինչը հեշտ չէին տանում խորհրդային մշակութային համակարգում։ ԽՍՀՄ տարիներին սահմանափակ էին նաև Էդվարդ Միրզոյանի երաժշտի շփումները արևմուտքի հետ։ Սա բարդություն էր նրա նման լայն մտահորիզոն ունեցող կոմպոզիտորի համար, որը երազում էր ազատ մշակութային երկխոսության մասին։ Միրզոյանը նոր խոսք էր խորհրդային արվեստում։ Չնայած այս բոլոր դժվարություններին, Էդվարդ Միրզոյանը կարողացավ պահպանել իր ստեղծագործական ազնվությունն ու ազգային ոճը, դառնալով ոչ միայն մեծ կոմպոզիտոր, այլև երաժշտական մեծ դպրոցի առաջնորդ։ Նրա ճանապարհը լավագույն օրինակն է, թե ինչպես է հնարավոր դժվար պայմաններում մնալ ճշմարիտ արվեստագետ։
Էդվարդ Միրզոյանը բացի երաժշտական մեծ վաստակից իր հուշերում ու հարցազրույցներում հաճախ էր խոսում իր երազների ու ցանկությունների մասին։ Միրզոյանի ամենամեծ երազանքներից մեկն այն էր, որ հայ երիտասարդները հնարավորություն ունենան սովորել, զարգանալ եւ չկտրվել ազգային արմատներից։ Ես երազում եմ, որ իմ երաժշտությունը ապրի ոչ թե միայն կոնկրետ ժամանակի համար, այլ մարդկանց հոգիներում, անկախ սերունդներից։ Եվ ընդգծում էր, սակայն երաժշտությունը ինչ որ կերպ հիմնավորելը հեշտ չէ, իսկ ինձ համար գրեթե անհնար։ Նրա աշակերտներից էին հայ անվանի կոմպոզիտորներ Կոստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Հրաչյա Մելիքյանը, Ջոն Տեր-Թադևոսյանը, Ստեփան Ջրբաշյանը, Խաչատուր Ավետիսյանը, Լևոն Չաուշյանը, Ալեքսանդր Փիրումովը եւ այլք։ Էդվարդ Միրզոյանը բոլոր զրույցներում հիշատակում էր իր ընկերներին։ Ամենամոտ ընկերներս հսկաներ են եղել, ասում էր նա ու շարունակում խոսել Արամ Խաչատրյանի մասին։ Արամ Խաչատրյանն այն մեծությունն է, որ քանի գնա պետք է դառնա ավելի մեծ, ասում էր կոմպոզիտորը։ Իսկ հանճարեղ Արամ Խաչատրյանն էլ Էդվարդ Միրզոյանի մասին էր վկայակոչում ամենավեհ խոսքերը։ Դու մեծ տաղանդ ես եւ իրավունք չունես այդ ոսկե տաղանդին ուշադրություն չդարձնել։ Քո տաղանդի հատկությունը շատ համեղ է, կյանքին մոտիկ ու շատ դեմոկրատիկ։ Իմ սխալները հիշիր եւ աշխատիր չկրկնես, ասում էր Խաչատրյանը։ Էդվարդ Միրզոյանի մասին մեծերը խոսում էին որպես բարձր բարոյականության եւ արվեստում ճշմարիտ մարդու մասին, որը երաժշտության մեջ ուներ եւ խիղճ եւ ոչ։ Իսկ Միրզոյանը պատգամում էր. բարոյականությունը մտավորականության հայեցակարգի բաղկացուցիչ մասն է։ Խելացի մարդը ընդունակ չի անազնվության, բռնության, եւ նաեւ իմ կրոնը բարոյականությունն է, պարկեշտությունը, բռնության բացակայությունը։ Էդվարդ Միրզոյանի կյանքում շատ բան կանխորոշված էր եւ պլանավորված բարձրալի կողմից։ Անհրաժեշտ էր, որ ես կոմպոզիտոր դառնայի, չնայած երրորդ կուրսում պրոֆեսորն իմ մասին ասաց, որ հեռանկար չունեմ։ Միրզոյանի ստեղծագործություններն առանձնանում էին դրամատիկ ուղղվածությամբ, հոգեբանական խորը դրսևորումներով, քնարական արդահաճականությամբ, ժողովրդական երաժշտության հետ կապով։ Նրա ստեղծագործություններում արտացոլվեցին հայ ժամանակակից երաժշտության զարգացմանը բնորոշ ոճային միտումները։ Այսօր վերհուշի տաղավարում կներկայացնենք Համլետ Ղուշյանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ դեռ 35 տարի առաջ արված բացառիկ հարցազրույցը եւ կշարունակենք արդեն մեր տաղավարում զրույցը Համլետ Ղուշյանի հետ։ Я предлагаю вот что. Вот такое случайное совпадение, что 3 друга с детства и 3 народных артиста Советского Союза. Поэтому представим друг друга как народных артистов Советского Союза. И больше ничего. И больше ничего. Ладно, Анна, по одному говорите, он ничего не понимает. Вы не согласны со мной? Согласен. И все. Ես կարծում եմ, որ ձեզանից շատերը անմիջապես ճանաչեցին եւ հասկացան, որ այսօր մեր ծրագրի հյուրն է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը, մի մարդ, որը երկար տարիներ գլխավորել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ազնվորեն ծառայել իր ժողովրդին եւ թողել այնպիսի մի հարուստ երաժշտական ժառանգություն, ինչը սերունդները միշտ էլ կգնահատեն։ Պարոն Միրզոյան, քիչ առաջ մենք դիտեցինք կադրեր, երբ դուք մեր աշխարհահռչակ եւս 2 կոմպոզիտորների Արնո Բաբաջանյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի հետ այցելեցիք այսօր արդեն Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանի Դաշնությունում, իսկ այն ժամանակ դա համարվում էր Հայաստանի մշակույթի տունը, մշակութային կենտրոնը Մոսկվայում, որտեղ դուք սովորել եք տարիներ առաջ եւ որտեղ դուք իհարկե անջնջելի
ուշեր ունեք որտեղից։ Ես կարծում եմ, որ Գրապավենը ձեզ մոտ իրոք հաճելի ուշեր արտացրեց, քանի որ դուք նախանդիպեցիք ձեր վաղեմի բարեկամներին, ցավոք այսօր Արնո Բաբաջանյանը մեր կողքին չէ, փառք Աստծո, որ Ալեքսանդր Հարությունյանը կա եւ շարունակում է ստեղծագործել, բայց Գրապավենը այնուամենայնիվ ինչ որ հուշեր միշտ արթնացնում է։ Ես պիտի անպայման ասեմ, որ մենք այնտեղ Մոսկվայում Հայաստանի կուլտուրայի տան ստուդիայում 4 հոգով էինք, ուրեմն Ադամ Խուդոյանն էր մեզ հետ, որ անպայման պետք է ուրեմն ներկա գտնվի մեր այս խոսակցությանը եւ հիշեմ, որ զուգահեռ Մոսկվայի կոնսերվատորիայում սովորում էր Ղազարով Սարյանը։ Բարեբախտաբար ասեմ, թե ինչպես զուգադիպություն ասեմ կամ օրինաչափություն ասեմ, այդ հնգյակը ծնվել է ընդամենը 8 ամսից պակաս ժամանակաշրջանում։ Առաջնեկը դա Ալեքսանդր Հարությունյանն է, որը ծնվել է 20 թվականի սեպտեմբերի 23-ին, ուրեմն երկրորդը Ղազարով Սարյանն է 20 թվականի սեպտեմբերի 30, հետո Արնո Բաբաջանյանն է 21 թվականի հունվարի 21, ընդ որում Լենինի մահից հետո դարձրեցին 22, հայրը ասած ավելի ճիշտ կլի 22-ին, որովհետև եթե հավաքվենք մի քիչ ուրախանանք 21-ին կասեն ուրախացել են, որ Լենինը մեռել է։ Ուրեմն 22 էր, հետո նորից վերականգնվեց 21 եւ փետրվարի 21-ին Ադամ Խուդոյանը ու այդ հնգյակի ամենա պատանին տարիքով փոքրը ես եմ եղել, ես հիշում եմ Մոսկվայում, որ մի որևէ տեղ պետք է մտնեինք, Խուդոյանը ասում էր սպասի դու փոքր ես, սկզբից ես պետք է անցնեմ։ Ինչի մասին էլ խոսենք, ինչքան էլ փորձենք խոսել այս կամ այն հարցի մասին, բայց այսօր հիմնական խոսակցության թեմաներից մեկը Երևան 2780 տարեկան, բայց հավերժ երիտասարդ մեր մայրաքաղաքը։ Ես կարծում եմ, որ ոչ միայն կարելի է շնորհավորել մեր բոլոր համակարգացիներին, այլ ես կուզենայի լսել նաև ձեր կարծիքը մեր այս իրավի ինքնատիպ ու գեղեցիկ մայրաքաղաքի մասին։ Գիտեք, երբ հարցնում էիք, ես իսկույնևեթ մտածեցի ու հիշեցի, թե ինչպես նախապատրաստական շրջանում, երբ մեր ժողովուրդը եւ մեր պետությունը խորհրդային կարգերի ժամանակվա պետությունը պատրաստվում էր 2750-ամյակը նշել, ուրեմն մի արտակարգ աժիոտաժ խանդավառ տրամադրություն էր իհարկե եւ հիշեցի հիմա, թե ինչպես Բադալ Մուրադյանը Հայաստանի կառավարության նախագահ ինձ հարց տվեց, ասեց իսկ Երևանի մասին մի կարգին երկ կլինի, թե չէ։ Ու ասաց ու նայում է ինձ, ես էլ պետք է պատասխանեմ։ Ասի կարծում եմ, որ կլինի, հուսով ենք։ Չէ կլինի, թե չի լինի, ուրեմն գիտեք կառուցողներին հանրարարություն են տալիս, ուրեմն ամբողջ ժողովուրդն էր պատրաստվում այդ տոնին։ Եվ ահավասիկ հիշեցի, թե ինչպես Դիլիջանում 4-րդ կոտեջում էր, եթե չեմ սխալվում, հիշողությունս չի դավաճանում, Էդգար Հովհաննիսյանը ուրեմն ինձ ցույց տվեց ուրեմն մի երգ, որի վրա աշխատում էր ու ասաց, որ ուզում է ուրեմն որ դա Երևանին նվիրված լինի, խոսքերն էլ ուրեմն պետք է գրեր Պարուլ Սևակը։ Նախնական, որ ցույց տվեց, ասի կարծում եմ, որ պետք է լավ լինի։ Մինչև անգամ հիշում եմ մի արտահայտություն ասի, իստումա կուտվի, այսպես։ Եվ այսօր ճիշտ ասած ինչ-որ լավ զգացմունքով
հիշում եմ այդ թե ինչպես ծնվեց Դիլիջանում այդ երգը, որը դարավ Երևան Երևանի ուրեմն մեր քաղաքի հիմնը եւ իսկապես սիրված երգ է, շարունակվում է 30 տարի անցել, բոլորը սիրում են այդ երգը։ Ինչպիսի մի խանդավառություն առաջացրեց ժողովրդի մեջ, ես պիտի ասեմ, մեր ժողովուրդը բոլորի ժողովրդային հատուկ է, բայց մերը ինձ թվում է մենք ուրիշ ենք ինչ որտեղ, այդպես ենք ընկալում մենք Սասունցի Դավթի հազարամյակը ինչպես նշեց մեր ժողովուրդը եւ ընդհանրապես ինչպիսի արձագանք ունեցավ ամբողջ մեծ երկրում խորհրդային միությունում եւ աշխարհում ուրեմն Երևանն էլ այդպես մի հսկայական արձագանք ստացավ եւ մենք հպարտությամբ ասում ենք որ քանի կարծեմ 13 տարով ուրեմն մենք Հռոմից ուրեմն տարիքով ավելի մեծ ենք դա չի կարևորը գիտեք այսօր ինչ է իրենից ներկայացնում Երևանը ինչքան էլ որ խոցված լինի ինչքան էլ որ վերքերի մեջ լինի ինչքան էլ որ ծանր իրավիճակ ստեղծված լինի ես չեմ կարողանում մոռանալ այն ամիսները երբ մթի մեջ էինք ուրեմն այսօր միևնույն է Երևանը մեր ամեն մեկիս սրտի մեջ է հպարտ ենք ու ես ճիշտ ասած երբեք չէի կարող պատկերացնել որ 30 տարի առաջ ուրեմն չէի կարող պատկերացնել որ 30 տարի հետո պետք է ականատես լինեմ եւ ներկա լինեմ մեր քաղաքի Երևանի տոնին եւ ընդհանրապես մի տենդենց ենք ուզում տեսնել, հավատում ենք մեր ողջ ազգի ժողովրդի զարթոնքի ուրեմն ու հույսի ու հավատի մի շրջան ենք ապրում հավատով ենք ապրում ու պիտի հավատանք ու պետք է հաղթենք ամեն ինչին ինչ որ հավատից հեռու է Պարոն Միրզոյան, քիչ առաջ դիտեցինք մի հատված ձեր սիմֆոնիայից Յուրի Բաշմետի ղեկավարությամբ եւ պետք է ասեմ, որ ցավոք սրտի ձեր միակ սիմֆոնիան է, ասում են թե Էդուարդ Միրզոյանը սիրում է ամեն ինչից մեկական օրինակ, մեկ սիմֆոնիա, մեկ կվարտետ, մեկ ինչպես դուք եք հաճախ սիրում արտահայտվել կին, մեկ տղա, մեկ աղջիկ։ Գիտեք ինչ, անկեղծ ասած ես ունեմ եւս մի սիմֆոնիա, որը չեմ նոտագրել, դա ես ստեղծել եմ այս սիմֆոնիայից, այս միակ սիմֆոնիայից առաջ, ուրեմն եւ հիշողությունս լավ է եղել, ես անգիր էի նվագում այդ սիմֆոնիան, սկսեցի սառել, Երկար տարիներ, 35 տարի ղեկավարել եք Հայաստանի կոմպոզիտորների միությունը, դա մի ինքնատիպ ռեկորդ է։ Եվ գիտեք, ձեր օրոք իրոք այնքան շատ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ, այդ բնագավառում, սկսած Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տնից մինչև բոլոր այն երաժշտական դպրոցները, բոլոր այն մշակութային օջախները, որոնք կյանքի ուղեկիր են ստացել ձեր անմիջական հովանավորությամբ։ Այսօր դուք, ինչպես ասում են, վաստակած հանգստի կարգավիճակով դիտում եք մեր երաժշտական կյանքի անցուդարձին։ Շատ ներողություն պետք է ընդհատեմ ձեզ, վաստակած հանգիստ ինձ համար խորտ արտահայտություն է։
սուբյեկտիվ այսպես ընկալումով։ Ես գտնում եմ, որ մարդ քանի կա պետք է ոչ թե վաստակը հանգիստը վաստակի, այլ վաստակի ինչ որ ստեղծարար մի որևէ գործ։ Ես գիտեմ, որ Սփյուռքում էլ դուք անչափ մեծ հեղինակություն ունեք եւ գիտեմ նաեւ թե ինչքան մեծ տեղ եք տալիս Սփյուռք հայրենիք այս կամուրջին եւ որքան եք ուզում, որ այն օրեցօր ավելի ամրապնդվի։ Այս Սփյուռքի հետ կապված հարցերում այսօր ինչպիսին է ձեր տեսակետը։ Ես պիտի ասեմ, որ ներքին այսպես զգացողությունը ձայնը հուշում է, որ պայմանները երևի այսօրվա բավականին բարենպաստ են, բավականին հուսադրող են եւ կարծում եմ, որ այսօր ինչպես երբեք պիտի հաստատվի այն ճշմարտությունը, որի հետ ես համաձայն եմ, որ մի կողմից Սփյուռքը դա ողբերգություն էր, մյուս կողմից այդ ողբերգությունը դարձավ մի, ոնց որ ասում են, այնպեսի մի բան, որը առանց որի այսօր հայրենիք Հայաստան դժվար է պատկերացնել, ուրեմն, եւ վաղուց արդեն այդ կարծիքը կա, որ մի ժամանակ ասում էին, որ պետք է այնպես անել, որ բոլոր Հայաստանից դուրս հայերը պետք է գան հավաքվեն, ուրեմն Հայաստան, որ դուրսը մարդ չմրա։ Միամիտ, ոչ ռեալ եւ սխալ մոտեցում իհարկե։ Ընդհակառակը Սփյուռքը կարծիք է եղել եւ ճիշտ է այդ կարծիքը, պետք է ամրապնդել։ Եվ նա այսօր ամրապնդվել է, կա, գոյատևում է եւ նպաստում է այսօր մենք բոլոր շանսերը ունենք, որ ինքը ամրապնդված լինելով օգնի, որ ամրանա, ամրապնդվի հայրենիքը եւ որպեսզի Սփյուռք եւ Հայաստան եւ Սփյուռք դա լինի միասնություն, որը պիտի նպաստի մեր ազգի, մեր ժողովրդի բարգավաճման։ Շատ բանով եմ պարտական իմ ընկերներին, մեր մտերմությանը։ Նախ եւ առաջ
իմ արվեստով, իմ ստեղծագործությամբ, պիտի ասեմ։ Ընկերություն, բան այդ բոլորը շատ կարևոր է, բայց հենց նույն եւ Արնոյից, եւ Ալեքսանդր Հարությունյանից, եւ Ղազարով Սարյանից, եւ Ադամ Խուդոյանից շատ բան եմ տեսել ու ընկալել։ Եվ մինչև անգամ ես դաշնակահար չեմ, ես նվագում եմ, բայց ինձ չեմ համարում, որ դաշնակահար եմ, իսկ թե ինչ ձևով եմ ես նվագում, քիչ թե շատ պարտական եմ շատ բանով, պարտական եմ ես ունեցել եմ իմ ուսուցիչները դաշնամուրի, Աննա Մնացականյան, ուրեմն հետո Օլգա Բաբասյան, բայց Արնոյից շատ բան եմ սովորել, ինչպես կարելի է նվագել եւ ինքը ինձ հուշում էր, սովորեցնում էր եւ մեկ-մեկ էլ գովում էր շատ հետաքրքիր ձևով, թե ինչպես եմ նվագում, ոգևորելով ինձ։ Հավասիկ, ուրեմն ինձ համար դա երջանիկ պահեր են եղել, երբ Արնոյի հետ միասին մենք նվագել ենք 4 ձեռքով, ուրեմն այդ ստեղծագործությունը, որը իր ժամանակ լեզգինկա էր կոչվում, ուրեմն Պարային Սյուիտայից, եւ հիշում եմ մի անգամ Անաստաս Միկոյանը համերգին ներկա էր եւ համերգից հետո ասեց ինչու է կոչվում լեզգինկա, ասում եմ, որովհետեւ դա ժանր է, այնպես ինչպես վալս ենթադրենք կամ կրակավյակ, ուրեմն բան մեկ էլ Անաստաս Միկոյանը ասեց, բայց երաժշտությունը հայկական է, ասում եմ, այո, հայկական է, ասում եմ, անունը դրեք, ասում է, առաջը գինու շիշեր այրում վրա, անունը դրեք այրումի պար, որ հայկական լինի, էլի։ Ես ես հիշում եմ ճիշտ ասած, գուցե նաև նրա համար, որ այն միտքը արտահայտացել եմ, որ այդ շատ խոշոր խորհրդային շրջանի դեմքերից մեկը պետական կուսակցական գործիչը հայրենասեր է եղել իմ համոզմամբ, առիթներ եղել են, որում համոզվել եմ։ Պիտի ասեմ, որ ես շատ մարդկանց եմ պարտական, ուրեմն, որոնք ինձ արտակարգ վերաբերմունք են ունեցել, եւ Օհանդուրյան, որ առաջի կատարողն է իմ սիմֆոնիայի, եւ շատ բարձր եմ գնահատում Լորիչ Շիգնավորյանի գործունեությունը, եւ նոր Լուսինե Զաքարյանի մասին ասացի, գիտեք, պաշտում եմ ես նրան, պաշտել եմ ու շատ երջանիկ եմ եղել բազմաթիվ առիթներով իր հետ ելույթ ունենալ եւ հիշում եմ Արնոյի խոսքերը նրա մասին, նա ասում էր Լուսինեն հանճարեղ եղջյուհի է, Արնոն իր կարծիքների մեջ շատ բծախնդիր էր, այնպես որ սա պետք է արժանավուն կերպով ուրեմն ընդունել որպես մեր սուրբ սրբացած Լուսինեի մասին կարծիք։ Պարոն Միրզոյան, ժամանակը իհարկե հնարավորություն չի տալիս խոսելու, որովհետև այսօր իրոք ասելու վերհիշելու քիչ բան չկա։ Դա Աստված, որ նման հանդիպումները դառնան ավանդական եւ կուզենայի, որ դուք ավելի հաճախակի մեզ հյուրընկալվեք։ Շատ շնորհակալ եմ, սիրելի Համլետ, եւ ուզում եմ օգտվելով առիթից իմ անձնական հարգանքը եւ համակրանքը քո նկատմամբ արտահայտել, չեմ թաքցնում եւ հուսով եմ չկտրի այս խոսքերը, իսկ մեր քաղաքին Երևանին որպեսզի աշխարհի աչքը լինի մեր քաղաքի վրա մի կողմից, մյուս կողմից այդ աչքը բարի լինի եւ որպեսզի վաղը մյուս օրը Երևանը ուրեմն ավելի ծաղկի, ավելի բարգավաճի, երևանցիները ուրեմն նոր երևանցիներ, պատանիներ, նոր տաղանդներ եւ նոր հանճարներ ծնի մեր Երևանի Երևան։ Պարոն Ղուշյան, դիտեցինք Էդվարդ Միրզոյանի հետ ձեր հարցազրույցը։ Համոզված եմ, այն շատ հուզիչ պահեր նկարեց ձեր ուղեղում։ Եկեք այսօր անցնենք այդ վերհուշով։ Ստելա, գիտես, ցանկացած նմանատիպ հաղորդում այսօր իսկապես շատ հետաքրքիր հուշեր է արտնացնում։
Ես բախտ եմ ունեցել թե Էդուարդ Միրզոյանին, թե մեր մյուս մեծերի հետ երկար տարիներ լինել մտերիմ բարեկամներ։ Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրովի եղել է իմ ուսուցիչը, սովորել եմ այդ մարդկանցից։ Լրագրողի աշխատանքը ինչով է հետաքրքիր։ Դու ամեն անգամ առիթ ես ունենում հանդիպելու այս կամ այն ոլորտի անձնավորության հետ։ Եվ հավատացեք, սիրելի բարեկամներ, ամեն մի նոր հանդիպում նորովի է տպավորում քեզ մոտ։ Մի նոր բան ես սովորում։ Չկա այդպիսի հանդիպում, որը լինի առաջին եւ հետ կչթողի։ Իսկ Էդուարդ Միրզոյանը իսկապես բացառիկ, պարզապես շատ ինքնատիպ մի երևույթ էր մեր մշակութային կյանքում։ Ես երբեք չեմ մոռանա նրա հետ անցկացրած օրերը եւ Էդուարդ Միրզոյանի մասին կարելի է ժամերով խոսել։ Եվ պարոն Ղուշյան, եկեք հիշենք այն դրվագը, թե ինչպես նա ձեզ հյուրընկալվեց մեր մանկության տանգոն հաղորդաշարին եւ դրանից անմիջապես հետո դուք ավելի ամրապնդեցիք ձեր ընկերությունը։ Շատ հետաքրքիր է այդ պատմությունը։ Մի առիթով կոմպոզիտորների միությունում էի եւ Էդուարդ Միխայելիչը դուրս եկավ իր աշխատասենյակից, իդեպ ինքը ապրում էր այդ նույն շենքի 4-րդ հարկում։ Ասեց հիմա բարձրանամ տուն կգամ, ես էլ մտածեցի ինչ տուն։ Չգիտեի այն ժամանակ որ այդտեղ է բնակվում։ Նո մի 10 րոպեից վերադարձավ, Համլետ ասեց, նախ շատ ուրախ եմ որ քեզ տեսա, որտեվ շատ եմ սիրում քո մեր մանկության տանգոն հաղորդաշար եւ զարմանում եմ որ ոչ մի անգամ չես ուզում ինձ հրավիրել այդ հաղորդմանը։ Շփտացինք, իրեն բարի այդպես շփետով ինձ իհարկե ասաց ես հույս ունեմ որ դու սանկալեցիր որպես կատակ, բայց ես ասեցի պարոն Միրզոյան, ինչու կատակ։ Ես ձեզ խնդրում եմ հաղորդումները մենք ամեն 5 շաբթի էինք գրում, եթերի համար ես խնդրում եմ հաջորդ 5 շաբթի ժամը 12-ին լինել մեր տաղավարում։ Ասեց մեծ հաճույքով, հասցեն ասեցի եւ մտածեցի, որ մի անգամ էլ պետք է երևի հաղորդումից մեկ օր առաջ զանգել, հիշեցնել։ Դե մարդը էլի գործերը շատ, գործերով տարված, միշտ ինչ-որ կարևոր հանդիպումների կարող է այդպես զուգատևի, որ այդ օրը չամընկնի մեր մոտ գալու։ Երբ զանգահարեցի, ասեցի, ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, ասեց, տղա ջան, գիտեմ, ես վաղը ժամը 11-ին կլինեմ ձեզ մոտ, սպասեք ինձ։ Հեռախոսից հաց դրեց, եւ երբ նա առաջին անգամ եկավ մեր տաղավարում մենք երբ այսպես անկեղծ զրույց ունեցանք, ասեց գիտես ես քեզ նման մարդու կարիք շատ ունեմ ու մեծ կարող եմ կիսվել, խոսել եւ ամենակարևորը այս հաղորդաշարը կմնա հեռուստատեսային եթերների պատմության մեջ որպես հաճելի հուշեր արտնասնող, որտեվ շատ կարևոր է մեր սերնդին առանց այն էլ շատերը գնում են Արնոն չկա արդեն, Ադամ Խուդոյանը չկա, Լազար Սարյանը չկա։ Նա վերջում միայնակ էր մնացել։ Այո, վերջում ինքը Ալեքսանդր Հարությունյանն էին մնացել, բայց նրանց եւ սա փաստորեն մեր վերջին հարցազրույցներից մեկն էր պարոն Միրզոյանի։ Դրանից հետո մի լավ առիթ եղավ, երբ մենք Հայաստանի մշակութային պատվիրակության կազմում մեկնել էինք Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ես որպես լրագրող, օպերատոր հետ նկարահանումներ էինք անում, ինքը որպես պատվիրակության ղեկավար։ Եվ այդ օրերին մեր մտերմությունը ելավերի պես ամրապնդվեց։ Եթե չեմ սխալվում, ձեզ հետ էր նաև Լուսինե Զաքարյանը։ Այդ հրաշք թիմի կազմում իհարկե Լուսինեն մի առանձին գոհար էր, նա փայլատակում էր ամեն անգամ բեմ դուրս գալով։ Դե ես չգիտեմ Լուսինեի աստվածային ձայնը, նրա մոտեցումը ոլորտից։ Շատ ցավում եմ, որ Լուսինեն էլ վաղ գնաց կյանքից։ Պարզապես մի պայծառ երգչուհի, մի հրաշալի ազնվորություն, շատ այսպես հասարակ էր հարաբերություններում։ Պատկերացնում եք, նստած իր համարում ես էի Էդուարդ Միրզոյանը, պատվիրակության ևս մի քանի անդամներ։ Լուսինեն ոնց որ աղջնակ վազում էր սուրճ էր դնում է սերանը հյուրազիրում էր ասում էի Լուսինե ջան նստի այստեղ կբերեն էլի մարդիկ կան չէ ոնց իմ հյուրն եք ասում է ինձ համար մեծ պատիվ է որ այսքան լավ հյուրեր ունեմ այսպեսին էր Լուսինեն
Պարոն Ղուշյան, եւ մեր առանձին զրույցներում դուք նաեւ այդ օրը հիշատակելով նշել եք, որ դուք վատառողջ եք եւ ինչպես էր մտահոգվում Լուսինե Զաքարյանը ձեր առողջության մասին։ Ես դա մենք բախտակիցներ ենք, երկուս էլ շաքարախտով տարապում ենք, այդ օրը վատացել է, շաքարը շատ այսպես բարձրացել էր եւ գլխապտույտներ ունեի, դե Լուսինեն անմիջապես հասկացավ ինչ է պետք, ամեն ինչ շատ այսպես օպերատիվ կազմակերպեց եւ հաբերը տվեց եւ իմ կողքից տեղ չէր գնում, ասում էր Համլետ, հանգստացիր, հիմա փորձիր մի փոքր հանգստանալ, փակիր աչքերը, մոռացիր ամեն ինչ։ Չգիտեմ, նույն հոգատարություններ նաեւ Էդվարդ Միրզոյանի կողմից նկատվում, նա էլ էր խառնվար, ասում էր Համլետ ջան, ախր դու որ հիվանդանաս, պատվիրակությունը շարքից դուրս է գալ, չէ՞ որ դու մեր տարիգիրն ես, դու նկարանում ես բոլոր այն կարևոր հանդիպումները, որ այս օրերին մենք ունենում ենք տեղի հայ համայնքի հետ, իսկապես դրանք հրաշալի անմոռաց օրեր էին, պատկերացնում ենք այն ժամանակ հայերը Դուբայի տեղն անգամ չգիտեին, Այո։ դե պատկերացրեք 88 թվական եւ հայկական պատվիրակությունը Դուբայում էր, որտեղ այսքան բարձր շենքեր չկային, նոր էր սկսել հզորանալ Դուբայը, Արաբական Էմիրությունները։ Եվ նման մարդիկ իրենց հանճարեղ են իրենց բարձրությամբ։ Շատ։ Էդվարդ Միրզոյանը մի ուրիշ երևույթ էր։ Մանավանդ երբ ենք առանձնանում ենք, հաճախ հիշում էր իր ընկերներին, Արնոյին, Ադամ Խուդոյանին, Լազար Սարյանին, Ալեքսանդր Հարությունյանին, ասում էր, մեր այդ հնգյակը ամեն օր միասին էր։ Եվ այսօր երբ նրանց կեսից ավելին չկան, ես ինձ ուրբացած եմ զգում։ Այո, եւ ինչպես Արամ Խաչատրյանն էր նրան բնորոշել, Էդվարդ Միրզոյանը այդ հնգյակի խիղճն էր ու ոճը։ Այո։ Խիղճը, միտքը եւ պատիվը։ Ասում են, չէ, կոմունիստական կուսակցությունը մեր հանրության խիղճն է, միտքը եւ պատիվը։ Իմ այդպես Էդվարդ Միրզոյանն էր։ Մի իսկապես փայլուն անհատականություն, ով շատ երկար տարիներ ղեկավարում էր Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Պարոն Ղուշյան, եւ մենք կարող ենք ասել, թե կոմպոզիտորների միությունը ինչ մեծ նշանակություն էր Էդվարդ Միրզոյանի կյանքում, որ հենց այդ տանն էլ նա ապրում էր, ինչպես նշեցիք 4-րդ հարկում, եւ մեր հերոստատիտողին ասենք, թե ինչու հենց 4-րդ հարկում, քանզի 4-րդ հարկից լավ էր երևում Արարատը։ Այո, նա միշտ ասում էր, երբ դիտում ես Արարատը, իջնում ես աշխատանքի, կրկնակի ոգևորությամբ ես դա անում, որովհետև շերի բարեկամներ, իսկապես նա շատ սիրում էր թե իր տունը, թե այն տեսարանը, որ երևում էր այնտեղից Արարատը եւ իհարկե կոմպոզիտորների միությունը այն վայրն էր, որտեղ նա միշտ այսպես ոգևորված էր գալիս։ Եվ նշենք, որ չնայած համեստությանը եւ մարդկայնությանը, նա այնուամենայնիվ սկզբունքային մարդ էր եւ միշտ անում էր այն, ինչ ցանկանում էր, քանզի վստահում էր ինքն իրեն իր քայլերին եւ ասում էր, որ իմ արածը արդար է ու ճշմարիտ։ Այո։ Մի երկիր փաստել ասեմ, այն ժամանակ մշակույթի արվեստի մարդկանց պետության կողմից առանձնացում են հողամասեր։ Իրեն մի փոքրիկ հողակտոր էին տվել Երևանից ոչ շատ հեռու եւ մի քարքարո տամայի տարածություն։ Երբ նա մեզ Արնո Բաբաջանյանի հետ հրավիրեց տեսնելու այդ իր նոր, այսպես ասած, ամառանոցային տարածքի համար նախատեսված այդ մի քանի մետրանոց, այսպես ասած, գոտին, Արնոն ասեց, Էդվարդ ասեց, դու այնքան մեծ վաստակ ունես, որ ես երկիրը չէր կարող մի կարգին տեղ քեզ հող հատկացնել։ Սա ինչ է, պետք է ամբողջ կյանքդ հիմա սա սկսես փորփորել ինչ որ, ասեց Արնո, 2 տարի հետո դու այս հողամասը չես ճանաչի։ Այդպես էլ եղավ։ 2 տարի հետո նա այնպես էլ բարեկարգի է, սիրում էր այդ հողակտորը եւ միշտ առիթի դեպքում գալիս էր այդտեղ, չնայած կարող էր ցանկացած պահի գնալ եւ Դիլիջանի կոմպոզիտորների միություն, որտեղ հրաշալի պայմաններ կային։ Այո, բարեկարգում էր հողը, իր շրջակայքը եւ ինչպես էր արտահայտվում Վազգեն առաջինը դրա մասին, որ արգասաբեր ու պտղաբեր է հայի հողը, որ ունի նման կոմպոզիտոր։ Իսկապես Վազգեն վեհապարի հետ նրա բարեկամությունը մի առանձին պատմություն է։ Ես առիթ եմ ունեցել նրանց տեսնել միասին, երբ ես շնացնում հերթական միջոցառման էին
ես տեսա թե ինչ հարգանքով, խորին հարգանքով էր Վազգեն վեհապարը վերաբերվում Էդվարդ Միրզոյանին, էլ չեմ խոսում Լուսինեի մասին, ով այն ժամանակ իսկապես փայլը տակում էր ամենուր, սկսած մեր մեծ բեմերից մինչև մայր տաճարում նրա ձայնը երբ սփռվում էր։ Այո, դժվարությամբ լի օրեր էին, բայց հպարտությամբ ապրված։ Այս դերագիտես իսկապես հպարտությամբ ապրված, ես պիտի ասեմ, որ գնալով որքան մոտենում է, այսպես ասած, մեր վերջնագիծը ինձ համար համենայն դեպս, ես ավելի եմ համոզում, որ նման անկրկնելի, նման հրաշալի օրերը իսկապես դա մեծ պարգև էր Աստծո կողմից։ Պարոն Ղուշյան, եւ այսպիսի մի թյուր կարծիք կա, որ խորհրդային ժամանակները թեպետ ռեպրեսիվ ժամանակներ էին, կոմպոզիտորները ճնշումների տակ էին, բայց մենք կարող ենք ասել, որ մեր լավագույն ստեղծագործությունները, մեր լավագույն ժառանգությունը ստեղծվել է հենց խորհրդային տարիներին եւ ինչպես Միրզոյանն էր ասում, եթե դու մարդ չես մնացել խորհրդային տարիներին, նոր ժամանակները քեզ դժվար փոխեն։ Այո, միանգամայն ճշմարտացի էր Էդվարդ Միրզոյանը։ Խորհրդային տարիները իհարկե ունեին իրենց բարդությունները, դժվարությունները, բայց սիրելի բարեկամներ, հավատացեք, որ խորհրդային տարիներին միայն պարկեշտ մարդիկ կարող էին դառնալ նման հայտնությունների հեղինակ, նման ստեղծագործությունների, այն ժամանակ դառնալ կոմպոզիտոր գրել ինչ-որից մի երգ, այնքան էլ հեշտ չէր, բայց երբ դա արվում էր, այն ընկալվում էր բոլորի կողմից։ Եվ այսօր մեր երկերի մեծ մասը հենց խորհրդային ժամանակներից են գալիս այն հաջողված երկերի։ Այո, այդ ստեղծագործությունները պետք է անցնեին գրաքննության ճնշման տակ, լինեին մաքուր եւ պարզաբանված։ Եվ այդպես էլ կային։ Դուք պատկերացնում եք Երևան Էրեբունի երգը երբ գրվում էր, իսկ ես տեղյակ եմ, թե ինչպես է դա ստեղծում, Էդգար Հովհաննիսյանը, այդ փայլուն հանճարեղ գործեղինակը, ես կոմպոզիտորների միությունում Էդվարդ Միրզոյանի հյուրն է եւ ասաց, որ Էդգարը Երևանի 2750-ամյակի կապակցությամբ մի նոր երգ է գրում եւ երգի բառերն էլ պետք է գրել Պարուր Սևակը։ Ոնց կարող էր այս մեծությունների ստեղծագործությունը դառնալ շարքային ինչ-որ մի բան։ Բնական է, որ այն բոլոր ժամանակների համար է եւ այսօր այդ երգը հնչում է որպես մեր բոլոր ժամանակների Երևանից մասին գրված բոլոր ժամանակների երգերից, եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկը։ Եվ պարոն Ղուշյան, խոսելով նաև նրա երազանքներից, նշենք, որ Էդվարդ Միրզոյանը շատ էր երազում խաղաղության մասին, ասում էր, որ Հայաստանին օդ ու ջրի պես պետք է խաղաղությունը։ Այո, դա այն խաղաղությունն էր, որ իսկապես մեզ պետք էր։ Ոչ թե այն այսօր փուչիկ դարձած խաղաղության պայմանագիրը, որի մասին ներկա իշխանությունները առավոտից երեկո խոսում են, եւ չգիտեմ կա մեկը, որ դրա այդ գաղափարին հավատում է, բայց ես հավատում եմ այն խաղաղությանը, որի մասին երազում էր Էդվարդ Միրզոյանը։ Պատկերացնելն անգամ անհնար է, եթե այդ հնգյակից որևէ մեկը ապրեր այս ժամանակներում։ Խելագարվեր ամենակիչը, ես պատկերացնում Արնո Բաբաջանյանը հատկապես նա չէր դիմանա եւ այնքան ուղիղ մարդ էր, որ այնպեսի բարերով կբնորոշեր այս իշխանություններին, որ ավելի լավ է գետինը մտնեին, քան լսեին այդ ամեն։ Պարոն Ղուշյան, եւ վերջում մեր մեծերի կողքին հիշատակենք նաեւ մեծ Կոմիտասին, որի մասին Էդվարդ Միրզոյանը ուներ իր առանձին կարծիքը։ Նա ասում էր, որ Կոմիտասը մեծ հետք է թողել հայկական երաժշտության մեջ եւ ընդհանրապես ամբողջ տիեզերքում։ Եթե մի երկիր ունի Բախ ու Բեթհովեն, եթե չծնվեր Բախն ու Բեթհովենը, այլ Բախ ու Բեթհովեն կծնվեր, բայց Կոմիտասի դեպքում նման բան անհնար է։ Այո, իսկապես Կոմիտասը դա այն մեծությունն է, որ պարզապես Աստծո պարգև է տվյալ ժողովրդին։ Մենք իսկապես բախտավոր ենք, որ ունեցել ենք Կոմիտասի նման վեհ անձնավորություն։ Պարոն Ղուշյան, շնորհակալություն այս հարցազրույցի եւ այս վերհուշի համար։ Իդեպ նշեմ, որ վերհուշը, ինչպես որ մենք խոստացել ենք, շարունակում է իր ավանդույթները եւ կարծես մեր հեռուստադիտողը արդեն ընտելացել է մեր ֆորմատին եւ սպասում է մեր հերթական հաղորդումներին, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը նաեւ հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանին եւ մեր հեռուստադիտողին խնդրում ենք նաեւ բաժանորդագրվել մեր էջին, բաց չթողնելու համար այս մշակութային իրադարձությունները։ Համամիտ եմ, սիրելի բարեկամներ, հավատացեք, որ Արխիվում ձեզ սպասում են նոր էլ ավելի հետաքրքիր հանդիպումներ մեր
մեծերից շատերի հետ։ Դրանք անցած գնացած օրեր են, բայց այսօր էլ կարծես այն խոսքերը, որ ասվել են նրանց կողմից, հենց շատ դիպուկ է այս օրերի համար։ Դուք դեռ առիթ կունենաք դրանում համոզվելու։ Էդվարդ Միրզոյանի կյանքը խելահեղ ռիթմով էր ընթանում անգամ 91 տարեկանում։ Կոմպոզիտորն իրեն հենց այսպես էր բնորոշում. ես 91 տարեկան տղա եմ, եւ անգամ այդ ռիթմում Միրզոյանը կարողացավ պահպանել բացարձակ մարդկայնությունը։ Նա մեծ երաժշտական քաղաքական կարիերա կառուցեց, ում ստեղծագործությունները հնչում են այսօր եւ Հայաստանում եւ արտերկրում։ Միրզոյանի ստեղծագործություններն առանձնացան դրամատիկ ուղղվածությամբ, հոգեբանական խորը դրսևորումներով, քնարական արտահայտչականությամբ, ժողովրդական երաժշտության հետ կապով։ Նրա ստեղծագործություններում արտացոլվել են հայ ժամանակակից երաժշտության զարգացմանը բնորոշ ոճային միտումները։ Միրզոյանի ստեղծագործությունները լիովին համապատասխանեցին երաժշտության մեջ սոցիալիստական ռեալիզմի իդեալներին, ազգային կոլորիտ, լավատեսություն եւ ձևի հստակություն։ Էդվարդ Միրզոյանի գործերը առանձնացան մաքուր հնչողությամբ, հուզականությամբ եւ եվրոպական ավանդույթների հետ ազգային երաժշտական մտածողության համադրությամբ։ Նրա ստեղծագործությունները համադրեցին ազգային երաժշտական մտածողությունը եւ դասական եվրոպական կոմպոզիտորական ավանդույթները։ Էդվարդ Միրզոյանը դեռ կենթանության օրոք համարվեց հայ երաժշտության կենթանի դասականներից, ու մեծերը նրա մասին խոսելիս միշտ ընդգծում էին ոչ միայն նրա տաղանդը, այլև մարդկային բարձր ու հասանելի կերպարը։ Արամ Խաչատրյանը նրան անվանում էր խիզախ եւ ազնիվ արվեստագետ, որ միշտ հետևում էր իր ներքին ճշմարտությանը։ Ավետ Տերտերյանը, նրա աշակերտը, ասում էր, որ Միրզոյանը իրենց համար ոչ միայն ուսուցիչ էր, այլև օրինակ, ինչպես լինել որպես արվեստագետ եւ մարդ։ Նա օժտված էր բարձր բարոյականությամբ եւ արդարամտությամբ, չէր հանդուրժում կեղծիք հարվեստում։ Մշակութային գործիչները նրա մասին խոսելիս հաճախ շեշտում էին, որ նա կարողացավ տարիներ շարունակ պահպանել հայ կոմպոզիտորական դպրոցի հեղինակությունը անգամ խորհրդային բարդ ճնշման պայմաններում։ Միրզոյանը կարողացավ համադրել հայկական մեղեդայի մտածողությունը եւ համաշխարհային դասական լեզուն, դառնալով կամուրջ Հայաստանի եւ աշխարհի մշակույթների միջև։ Միրզոյանի ստեղծած երաժշտությունը մնաց որպես երկնային ստեղծագործություն, մաքուր, գեղեցիկ, հրեշտակային։ Նա ամբողջ կյանքում աշխատեց երաժշտության հանդեպ եռանդով եւ կրքով։ Էդվարդ Միրզոյանը բարի հոգու եւ իսկական պարկեշտության մարդ էր։ Միրզոյանը իր տեսակի մեջ եզակի հայ ժողովրդի հոգեվոր հենասյուներից մեկն էր։ Նա եւ երաժիշտ էր, եւ մարդ, եւ քաղաքացի, եւ հասարակական գործիչ։ Եվ այս հատկությունների համադրությունն էր, որ բարձր, կատարյալ կերպով կառուցեց նրա անհատականության հատուկ եզակի տեսակը։ Միրզոյանը իր ստեղծագործություններով ցույց տվեց՝ հայը պետք է փայլատակի երկրակամարում։